Ծովի ալիքները կենդանանում են ու փոխանցում հույզեր։ Ծովային տարերքի անսահման վեհության մեջ Այվազովսկու ստեղծագործությունն է, ում վրձնի հարվածներով ամբողջացել է ծովային տեսարանը։ Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահում հայ մեծանուն նկարչի ստեղծագործության կենդանացմանը անթարթ աչքերով հետևում են բազմաթիվ քաղաքացիներ։ Ունենք ժառանգություն, ունենք Այվազովսկի, որը ինքնին մեծություն է եւ կարիք չունի մեկնաբանությունների, այնքան գեղեցիկ ու այնքան հրաշալի են նրա գործերը, բայց այս տեսակի ուրեմն մոտեցումները, քանի որ թույլ են տալիս մտնել նկարի մեջ, նորովի տեսնել եւ այդ ժառանգությունը դարձնել ել ավելի ընկալելի եւ շարունակական, իր արժեքները ավելի շարունակական։ Վիրտուալ իրականության շնորհանդեսը կայացավ մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրը։ Հատուկ վիրտուալ ակնոցի միջոցով կտավի յուրաքանչյուր մանրուք ավելի տեսանելի էր դարձել, իսկ ձայնային ձևավորմամբ ստեղծված միջավայրը մտովի տեղափոխվում էր Այվազովսկու ծովի ափ։ Նախաձեռնության աջակիցներն են Green Rock ընկերությունն ու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Նպատակն է նոր ձևով ներկայացնել թանգարանային արվեստը, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները դասական ստեղծագործություններին նոր կյանք տալու համար։ Մեզ համար կարևոր է Դիլիջան քաղաքի զարգացումը, իսկ քաղաքի զարգացման համար կարևորություն է նաև մշակութային զարգացումը։ Այդ իսկ պատճառով մենք ուշադրություն ենք դարձնում Դիլիջանում այս ուղղության զարգացմանը։ Ընդհանուր առմամբ վիրտուալ իրականության փորձառությամբ կարող է մեծանալ հետաքրքրությունը քաղաքի նկատմամբ, որն էլ կարող է ազդել զբոսաշրջային ակտիվության վրա։ Եվ որքան հնարավոր է շատ մարդիկ կիմանան Դիլիջանի թանգարանի մասին, եւ այդպիսով կապահովենք մեծ ակտիվություն ինչպես քաղաքում, այնպես էլ թանգարանում։ Նոր մոտեցումն ընդլայնում է արվեստի հասանելիությունը, այն դարձնելով առավել ինտերակտիվ, պատկերավոր ու կրթական, ինչու ոչ, նաև ձևավորում է մշակութային նոր հետաքրքրություններ։ Թանգարանը համալրվեց, այսպես ասած, նոր տեխնոլոգիաների փորձառությունով մի, որը իմ կարծիքով ավելի ու ավելի հանրահռչակի թանգարանը, այցելությունները ավելի հետաքրքիր կլինեն, որովհետև շատ դժվար է փոքր սերնդի ներկայացուցիչներին, մեր կրտսեր երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին թանգարան բերելը, ինչպես գիտենք, բարդ գործ է։ Այնպես որ նոր հետաքրքրություն առաջացավ եւ ծովային տեսարանը Այվազովսկու կտավներից մեկը, որը մեր թանգարանի այցեքարտերից մեկն է, քանի որ գալով թանգարան զարմանում են, որ կա այսպիսի թանգարան եւ մեկ վայրում այսքան հայտնի հեղինակներ հավաքված հիացմունքի է արժանանում։ Թվային նորարարությամբ զուգորդված այս նախաձեռնությունը նոր զարկ է դասական արվեստի հանրահռչակման համար, իսկ Այվազովսկու ալիքները շարունակում են հուզել, գերել ու ներշնչել անգամ դարեր անց։